1970 թվականին, երբ լրանում էր Լենինի 100-ամյակը, խորհրդային արվեստագետներին առաջարկվում եւ նույնիսկ պարտադրում են անդրադառնալ այդ թեմային։ Պոետները, կոմպոզիտորները, նկարիչները ոգեշնչված լենինյան թեմայով ստեղծում էին բազմաթիվ գործեր։ Մինասին նույնպես առաջարկում են անդրադառնալ այդ թեմային, այսինքն նկարել Լենինին։ Մինասը պատասխանում է. Լենինը Ապոլոնը չի, որ նկարեմ։ Նկարիչը բեռնակիր համբալ չի, որ ինչ դնեն շալակին տանի։ Չեմ նկարել ու չեմ նկարելու։ Պատասխանը ցնցող էր։ Մինասի ասածը նույնն էր, ինչ որ մեկը գնար Մեքքա, մահմեդականների սրբավայր, եւ օրը ցերեկով հայհոյեր ու վարքաբեկեր Մուհամեդ մարգարեին։ Պետական ընկերները սարսափած Մինասի պատասխանից ասել են. «Այ ծուռ մշեցի, տոլաչ տնավեր, էս ինչ ես անում։ Առանց այն էլ քո կարմիր գույնը դեմ է սրանց կարմիրին, կարմիրների կարմիրին։ Քո որտան կարմիր գույնի ֆոնի վրա սրանց կարմիրը սևանում է, սևացել է։ Հիշիր, թե ինչպես էին պետական մտածողության պայրերը ցուլի կովի նման խրթնում քո կարմիրից, խմբովի հարձակվում էին նկարներիդ վրա։ Գիշեր ու զոր քո գույներն են քննում եւ քեզ մեղադրում օրինախախտության մեջ։ Լենինից լենինիզմից հրաժարվելով դու մահափորձ ես կատարում ինքդ քո դեմ։ Դա առնվազն ինքնասպանության փորձ է»։ Մինասը պատասխանել էր. «Ես իմ հավատքին եւ սկզբունքներին դեմ չեմ գնացել եւ չեմ գնալու։ Ինչ լինելու է, թող լինի»։ Նրա ընկեր Վաչե Սարաֆյանը գրում է. 1970 թվականին Մինասի մոտ եմ գնում։ Բարև ողջունից, հարց ու պատասխանից հետո ցույց է տալիս պատուհանի ապակու գնդակի հետքերը։ Ցնցված էի, սառը քրտինքը պատել էր մարմինս։ Մինչ այդ նամակներ է ստանում անստորագիր, որտեղ սպառնալիքներ կային, որ եթե ընտանիքը տունը չհավաքի եւ Հայաստանը լքի, վերջվատ կլինի։ Հաջորդ պատահական պատահարը 1972 թվականի հրդեհն էր, երբ հրոջ արագ դարձան հայ արվեստի բազմաթիվ գլուխգործոցներ։ Մինասն ասել է. «Երանի պարուր սևակի նման ես գնայի գործերս մնային»։ Հրդեհը կազմակերպված էր, քանի որ նրա արվեստանոցից գտել էին նավթի եւ բենզինի հետքեր։ Մինասի կյանքի երկրային ժամանակը մոտենում էր ավարտին։ Երրորդ եւ վերջին պատահական պատահարը տեղի ունեցավ 1975 թվականի փետրվարի 16-ին։ Դա կազմակերպված ավտովթար էր, այսպես գնաց նա, հայ մեծանուն նկարիչը։ Ես սիրեցի Մինասին, նրա ողջ կյանքը պայքար էր։ Ես սիրեցի Մինասին, որովհետև նա համարձակ էր։ Ես սիրեցի Մինասին, որովհետև նա շիտակ էր, ազնիվ ու համառ։